Ախպեր ջան, բարի օր։ Ո՞նց ես։ Լավ։ Հայ ջան, երկու մեկը հարցնեմ, մեկը խնդրեմ, էլի։ Մի հատ ինչ կլինի, այդ ռազին ասա գնա երկի պա։ Այսինքն մի երկու օրից քեզ հիշեցնեմ մի հատ։ Այդ մեկ էլ ստեղ հա, նախքան թե դե պիտի զանգեմ, խոսամ թե այդպես հա։ Իբրև թե նոր ուժեր ու թարմ գաղափարներ, բայց հին ու բարի տասովկաներ։ Պարզվում է, որ խորհրդանական ընտրություններին հայտ ներկայացրած այսպես կոչված ընդդիմադիր քաղաքական ուժերը, չունենալով ընտրողներին գրավելու գետ մեկ արժանիք, ողջ քարոզարշավի ընթացքում զբաղված են եղել փող բաժանելով։ Իրենց համակիրներն ու տասովշիկներն էլ չենք ասում մակարդակի ու որակի մասին դատեք ինքներդ։ Ահա այս ձայնագրության մեջ Ռոբերտ Քոչյանի Հայաստան դաշինքի համակիր կանայք են։ Միասին կարող ենք սաղի մաման չենք կարող աղջի, կարանք Բայց դե սովաս փող։ Ասի դու փող դու մենք առնենք ուտենք։ Եկուց փող պետք է, եկուց փող որա։ Ասելա 13-ին։ Օրը մի 5000 տա։ Հա, համբերի, բաղը որ աշխատավարձան ոտքած կառնեն քունի։ Մյուս ձայնագրությունն էլ Միութենական պետությանը կարոտ մնացած կաշառքի գործով ճաղերի հետևում հայտնված Վարդան Ղուկասյանի մասին է։ Սիրելի գյումրեցիներ, երբ Վարդանիկին ձայն եք տալիս, գիտեք, որ առանց ռուսի թելադրանքի կես քայլ չի անում։ Հավանաբար չգիտեք, լսեք ձայնագրությունն ու հիշեք, որ վերջինիս փեսան էլ Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը այժմ ուժեղների ցուցակում է։ Հիմա էլ սիրտները խորհրդարան է ուզում, հավանաբար ռուսի ասածով։ Պասիոնն է ժողովուրդ, պասիոնն է պայեք, չեք կթարկանաք։ Ես даже մի ոտ չեմ տվի, առանց ինձ ռուսը ասելու։ Եթե իրանք ինձ ասեն, որ մենք ստեղ փոխփոխումներ ենք անում, որովհետև ես երկիրը դրված է ռուսին։ Ստեղ ով ինչ խոսա, ասում բանը, ռուսն է թելադրել։ Հավանիչ տեսանյութը և բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։